Հայաստանում մեկնարկել է նոր ազգային ժողովի աշխատանքները, մենք տեսնում ենք, որ վերջին օրերին բավական հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում խորհրդարանում եւ այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ։ Ողջույն Շիրազ, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Տեսեք, ես նշեցի, որ մեկնարկել է նորընտիր ազգային ժողովի աշխատանքները եւ դուք այն падգամավորներից եք, որ հենց առաջին իսկ օրով լրագրողների այդ հարց պատասխանի ժամանակ տվեցիք պատասխաններ, որոնք ոչ միանշանակ կերպով ընկալվեցին, մասնապես Հանրապետական կուսակցության հետ ձեր նախկինում ունեցած կապի մասով հարցին պատասխանեցիք, որ պետք է արգանքով լինել, որովհետև դուք պատերազմի մասնակից եք։ Շատերի դիտարկմամբ սա հարցից խուսափելու կամ խուսանավելու փորձ էր եւ ինչ տեղ ուներ այդ հարցում պատերազմի մասնակից լինելը կամ չլինելը, ինչ կապ ուներ դա հարցի հետ։ Ինչպես որ առաջի օրով ստացվեց, ինչպես որ փորձեցին տարածել այդ տեսանյութը եւ փորձելով այլ մեկնաբանություն անել, ես ուզում եմ նախ նշել, չգիտեմ իհարկե ինչպես ստացվեց, որ առաջի օրով երկու լրագրող հստակ հարցերը իրենց տպավորությունները գրպանը դրած մոտեցան Արաքինց եւ փորձեցին ինչ-որ արագ հարցերը հնչեցնել, թեպետ եւ մեկի տպավորություն չասեմ, բայց կոնկրետ ինչ-որ միկրոֆոնը անջատված էր, որովհետեւ երբ որ ես պատտվեցի վիրավորական հարցին, որը հնչեց, բայց իր ձայնը չլսվեց որևիցե միկրոֆոնում, չգիտեմ ինքը կխոստովանի հետո չի խոստովանի, բայց որն էր վիրավորական հարցը։ Տեսեք, այն եղելությունը, որ ես արձանագրել եմ 2020 թվականին, դրա հետ հնչող ցանկացած վիրավորական հարցին ես չեմ կարող ուղղակի պատասխանել, ուղղակի պատասխան հնչեցնել։ Դրա համար ես ուղիղ պատասխանեցի տվյալ անձնավորությանը, բայց երբ տեսակ դուք անդադ ազնվորությունը ինձ հնչեցնում էր, չգիտեմ, դուք նախկին հանրապետական եք, ինչ որ մեղադրողական բան, որը ուղիղ կերպով, այսինքն ուղիղ ռետորաբանությամբ համակնում էր իշխանության ռետորաբանությանը, ես զարմացած եմ, որ այդ ազնվորությունը փորձում էր իշխանության հարցը կրկնել, թեպետ եւ միևնույն ժամանակ ես այսօր էլ բազմիցս խորհրդարանում երբ որ նստում ենք այնտեղ, անդադ տեսնում ենք իրենց падգամավորները նույն հարցն են կրկնում, եւ զարմանալի է, որ լրագրողը մենակ սեփական վերլուծություն չունի, թե այլ հարցեր չունի իր մոտ, բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ես դրանից հետո այլ լրագրողի հանգիստ պատասխանել եմ այդ նույն հարցին, ուղղակի տվյալ ընդհանրապես լրագրողական աշխատանքում լավ կլինի, որ պահել փոխադարձ հարգանքը, ինչը ես նույն հարցազրույցում նշում եմ, ասում եմ, ես հարգում եմ ձեզ եւ խնդրում եմ դուք ինձ հարգեք, հանրապետական կուսակցությունում, այո, ես գործունեություն ծավալել եմ, բայց տալ այդ հարցադրումը այնպես կարծես թե մեղադրել, ինչպես եւ իշխանությունն է փորձում մարդկանց մեղադրել, ես նույն կերպ եմ պատասխանել։ Այստեղ մի դիտարկում է առաջանում, իսկ ինչ վատ բան կա հանրապետական կուսակցության հետ կապ ունենալու մեջ, որովհետեւ հանրապետական կուսակցության ժամանակ մենք ունեինք Արցախ, մենք ունեինք սուբյեկտայնություն ունեցող Հայաստանի Հանրապետություն, հայ զինվորը կանգնած էր Հայաստանի հյուսիսային հատվածներից մինչև Հորադիզի հատվածներ։ Ես եղել եմ հանրապետական կուսակցության անդամ, այո, եղել եմ ուսանողական կազմակերպության անդամ, ծավալել եմ քաղաքական գործունեություն, ինչքան որ իմ սահմաններում հնարավոր է եղել։ Եվ հաստատ համաչելու բան չունեք բնականաբար։ Համաչելու մասին չի խոսքը, այլ լրագրողը փորձում է ավելի շատ այլ տեղ տանել այդ ստեղծված դիսկուրսը, որտեղ ես փակում եմ այդ դիսկուրսը, իսկ ինքը տպավորությունները ոնց որ մեղադրելով եւ կներեք իհարկե ոչ պատշաճ կերպով բացել այդ դիսկուրսը, էլի ներողություն, եթե լրագրողների հետ ես կարողանում եմ եւ շփվել եւ աշխատել, տվյալ լրագրողի հետ չէր ստացվում։ Իսկ ինչու չէր ստացվում, եթե ես միշտ աշխատել եմ, այսինքն խնդիրը այդ լրագրողից էր գալիս։ Ես չեմ բացառում եւ ոչ էլ խուսանավում եմ տվյալ հարցից եւ ուղղակի, քանի որ մեր հայրենակիցները հնարավոր է շատերը ինձ չճանաչեն, ես ուղղակի նշում եմ, որ ես չեմ եղել գործադիր մարմնում, այսինքն այն ավելի պարզ ասեմ, այն բարձր մարմնում, որտեղ որոշումները կայացվում են կուսակցության կողմից, ընդհանուր ուղղվածությունը, ռետորաբանությունը, քաղաքականությունը, ես
այո, կիսել եմ միտքը, աշխատել եմ այնտեղ եւ ինչ որ պահի դուրս եմ եկել իմ որոշմամբ։ Ես ունեմ ընկերներ, ունեմ մոտ ազնվորություններ, հենց այդ կուսակցությունից եւ այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Բայց եթե վաղը ինձ մոտենա այդ ազնվորությունը, հնարավոր է իր հարցին նորից չպատասխանեմ։ Ինչու՞։ Եթե ինքը փոխի իր մոտեցումը ընդհանրապես, փոխարգալից մոտեցումը, խնդիր չկա, կպատասխանեմ։ Ասես դա սադրանք էր։ Ես կարծում եմ դա ճիշտ մոտեցում չէր։ Որովհետև եթե նույն օրը ինձ Էջմիածնում մոտենում է այլ լրագրող եւ ավելի հանգիստ, ավելի հավուր պատշաճի, ավելի համապատասխան կերպով մարդը հանգիստ հարցադրում է կատարում, ես հանգիստ պատասխանում ասում եմ, որ այո, ես գործադիր մարմնում չեմ եղել, բայց ես ել եմ ուսանողական թևից։